Եվրոպական ներդրումային բանկի հետ Հայաստանի գործակցության, արդյունավետության և ծրագրերի մասին նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է կառույցի փոխնախագահ Յան Վապավորիի հետ։ Նախագահը կարևորել է բանկի աջակցությունը Բագրատաշեն, Բավրա և Գոգավ անցակետերի արդիականացման ծրագրին։ Բանկի փոխնախագահը բարձր է գնահատել մեր երկրի արդյունավետ վարչարական մեխանիզմները, որոնց շնորհիվ իրականացվում են ծրագրերը։ Եվրոպական ներդրումային բանկը բանակցությունները շարունակել է Կենտրոնական բանկում։ Բանկը 50 միլիոն եվրո վարկ կտրամադրի Հայաստանին փոքր և միջին ձեռնարկությունների ծրագրերը ֆինանսավորելու նպատակով։ Ռեսուրսները ուղղվելու են հիմնականում գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտներ։ Եվրոպական ներդրումային բանկը նաև 12 միլիոն եվրո դրամաշնորհ կտրամադրի հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածի շինարարությանը։ Բանկը ևս 60 միլիոն եվրո վարկ էր տրամադրել 3 տարի առաջ։ 12 միլիոնից 6 միլիոն եվրոն տրամադրվելու է Լանջիկ-Գյումրի ճանապարհի շինարարական աշխատանքներն իրականացնելու համար, իսկ մյուս 6 միլիոնը կուղղվի տեխնիկական ծախսերին։ Եվրոպականից Եվրասիական այս շաբաթ Մոսկվայում կայացավ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը։ Ստորագրվեցին 2 տասնյակից ավելի փաստաթղթեր, որոնց հիման վրա հունվարի 1-ից կգործի դեղերի միասնական շուկան։ Այն դեղագործական ձեռնարկություններին հնարավորություն կտա հեշտ ներթափանցել ԵԱՏՄ շուկաներ և կհանգեցնի ԵԱՏՄ տարածքում դեղամիջոցների որակի բարձրացմանը ու դրանց գների նվազեցմանը։ Այս նախագծի ընդունումը կօգնի ԵԱՏՄ տարածքում դեղամիջոցների որակի բարձրացմանն ու դրանց գների նվազեցմանը։ Միջկառավարական խորհրդին ընդունած մյուս կարևոր փաստաթուղթը 2 տարի անընդմեջ քննարկվող տարաձայնությունների առարկա դարձած Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգիրքն է։ Այժմ այդ փաստաթուղթը պետք է վավերացնեն ԵԱՏՄ երկրների նախագահները, որից հետո Եվրասիական տարածքում կսկսեն գործել մաքսային միասնական կանոններ։ Հայաստանի վարչապետը սա համարել է առաջ շարժվելու կարևորագույն փուլ։ Գրավիչ հանգամանք Հայաստանի համար մեծ շուկան է։ Եթե մեծ շուկան կանոնակարգվում է, խաղի կանոնները ֆիքսվում են, ապա ռեգուլյար աշխատող բիզնեսի համար դա լավ է։ Ամերիկանո թե Ռուսիանո։ Սա վարչապետների մոսկովյան հանդիպումների սոցկայքերում ամենաշատը քննարկվող հարցադրումն էր։ Նիստի ժամանակ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը առաջարկել է ամերիկանո սուրճը անվանափոխել։ Ակտիվ օգտատերերը մինչև այդ պարզել են, որ վարչապետ Կարեն Կարապետյանն է առաջարկել Ռուսիանո տարբերակը։ Между прочим, променял восточный кофе, говорит, дайте мне американо, это вообще не политкорректно. Ռուսիանո։ Պաշտոնյաների 5 միլիոն դրամից ավելի չհիմնավորված եկամուտը կհամարվի ապօրինի հարստացում։ Կառավարությունը խորհրդարանի հաստատմանը կներկայացնի քրեական օրենսգրքի այս փոփոխությունը։ Հաստատվելու դեպքում եկամուտը չհիմնավորած պաշտոնյան կարող է պատժվել մինչև 6 տարի ազատազրկմամբ և գույքի բռնագրավմամբ։ Ամենայն հավանականությամբ օրենսդրական այս փոփոխությունը կգործի եկող տարվա հուլիսից։ Այսուհետ պարտավոր են իրենց ստացած և հանձնած փոխառությունները, հանձնած կամ ստացած փոխառության դիմաց վճարներ ստանալը կամ հանձնելը, դրամական միջոցները նվիրատվություն ստանալը, շահաբաժիններ ստանալը, ձեռնարկատիրական գործունեությունից եկամուտ ստանալը, գույքը օտարելուց եկամուտ ստանալը, վարձակալության դիմաց ստացված վարձավճարներ և քաղաքացիական իրավական պայմանագրերով նախատեսված այլ վարձավճարները, որոնք գերազանցում են 2 միլիոն դրամը, կատարել անկանխիկ։ Այս շաբաթ աղմկոտ բացահայտում է արել տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը։ Մրցակցային օրենսդրության կանոնները խախտելու միջոցով Երևան Գարեջուր ընկերությունը 110 միլիոն դրամ լրացուցիչ շահույթ է ստացել։ Հանձնաժողովի որոշմամբ այդ գումարը ամբողջությամբ որպես տուգանք կգանձվի պետբյուջե։ Գերշահույթ ստանալու ակնկալիքով մրցակցային կանոններին հակառակ էր գնացել նաև Գյումրի Գարեջուրը։ Հանձնաժողովը եկել է այն եզրահանգման, որ ընկերությունը թույլ է տվել գերիշխող դիրքի չարաշահում։ Գարեջրի շուկայի բացահայտումներին կառավարության նիստին վարչապետն է անդրադարձել։ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին Կարեն Կարապետյանը հորդորել է խստացնել հսկողությունը առաջնային սպառման ապրանքների շուկաների հանդեպ, որտեղ քաղաքացիների դժգոհությունները ավելի շատ են։ Հորդորում ենք իրենց ջանքերը կենտրոնացնել առաջի հերթին առաջնային սպառման ապրանքների շուկային, որի վերաբերյալ հասարակությունից հնչող մտահոգությունները ավելի շատ են։ Դա շատ ավելի առաջնահերթ խնդիր է, քան գարեջրի արտադրության բնագավառը, որտեղ շուկայում կան մեծ թվով գարեջուր արտադրողներ եւ ներմուծողներ եւ կա լուրջ մրցակցություն։ Եվ վերջում կառավարության ղեկավարը Արագածոտնի համայնքապետերից զարգացման հստակ ծրագրեր եւ առաջարկներ է սպասում։ Կարեն Կարապետյանը մարզում տեղեկացրել է, որ կաջակցեն այն համայնքներին, որոնց ներկայացրած ծրագրերը կարող են մուլտիպլիկատիվ էֆեկտ ունենալ։ Համայնքների զարգացման ծրագրերի ներկայացման ժամկետը մինչև այս տարվա դեկտեմբերի վերջն է։